Պարոն նախագահ, մի քանի հարցերի պատասխանեք, նոր գնանք, հա։ Այսպես սիրուն կանգնել ենք, սպասում ենք ձեզ։ Պարոն նախագահ, կանգնել եք սիրուն հարցեր։ Պարոն նախագահ, լավ, անդրադառնանք դատական նիստերի դահլիճում կատարվածին, կհավատեք մի որ այսպես խրոխտ մեկ-մեկ էլ հոդերը սխալ ասելով ձեզ մեղադրանքներ կուղեն, նախ որպես քաղաքացի, հետո որպես երկրի ղեկավար։ Ինչ է նշանակում, տեսնում եմ չհավատամ, իհարկե հավատում եմ։ Բայց այս աստիճան, այս որակում Ավելի վատին սպասեք, ոչ թե միայն իմ հանդեպ, բոլորի հանդեպ, այդպես ալնելու։ Երբ որ դատախազը իրեն համարում է իշխանության մաս, էլ ինչ եք սպասում, շատ ավելի վատ ալնելու։ Պարոն Սարգսյան, այս դատախազները նաև ուրիշներ, երկար տարիներ, որ աշխատել ենք չկան մարմինների դատախազությունում, նաև ձեր ժամանակ են աշխատել, ինչպիսի որակ է եղել ձեր ժամանակ դատախազությունում, որովհետև կա նաև այն ժամանակ ես հիշում եմ, որ նաև ձեզ էին մեղադրում դատավորներին թեկուզ պատվերներ տալու մեջ քաղաքական բանտարկյալներ, ասում էին կա երկրում։ Կարծում եմ դուք ինչ-որ հավասարության նշան եք դնում, փորձում դնել, բայց դա ձեզ չի հաջողում, որովհետև դուք չեք կարող մի օրինակ բերել, որ ինձ ասեին պատվեր տալու մեջ։ Չկա այդպեսի բան, չկար։ Պարոն նախագահ, հունվարի 28-ին ուղղված ձեր ուղերձում հանրությանը եւ հայոց բանակի օրվա առթիվ նշել եք, որ մեր գոյության գրավականը հայոց բանակն է, այսօր այդ գոյության գրավականը փոխում են, բանաձևը փոխում են, ասում են արտաքին միջազգային երաշխավորները պիտի դառնան։ Հիմա այդ երաշխավորը կարող է դառնալ օրինակ թրիփը, ինչին ուզում են հավատացնել մեզ։ Գիտեք, ինձ համար դժվար է միանշանակ պատասխան տալ, որովհետև չգիտեմ, թե տրիպը ինչ է մինչև վերջ։ Ինչ է, դուք ինչ եք հասկացել մինչ այս պահը։ Ես հլա ոչ մի բան չեմ հասկացել։ Հասկացել եմ, որ ադրբեջանցիները դրան անվանում են Միջանցք, թուրքերը դրան անվանում են Միջանցք, Հայաստանի հանրության մի մասը անվանում են Միջանցք, իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք, չգիտեմ, կամ երաշխավոր, կամ խաչմերուկ, կամ ինչ-որ բաներ հնարած, բայց ինչպես հայտնի է, իրանց ասածները մի շաբաթ հետո կփոխվեն, մի ամիս հետո կփոխվեն, երկու ամիս հետո բոլորովին հակառակը կլինի։ Շատ պարզ է, այսինքն իրանց ասածով չեն կարող։ Բայց ռիսկեր տեսնում եք, դուք օրինակ այս թրիփի, ինչպես տեսնում են շատ օրինակ մասնագետներ։ Երբ որ փաստաթուղթը տեսնենք, թե ինչ կարգավիճակ ունի, այն ժամանակ ես կասեմ, ռիսկեր տեսնում եմ, թե չեմ տեսնում։ Լավ, արդեն շատ ծանրացանք այդ բանի վրա։ Ասել, որ խաղաղություն կլինի։ Բավարար այդ փաստաթուղթը ասել, որ խաղաղություն կլինի կամ արդեն բերել են խաղաղություն։ Իսկ հայկական բանակը չթողեցին, որ խաղաղության երաշխավոր ունի, այդ փաստաթուղթը ինչ խաղաղության երաշխավոր կարող է լինել։ Ես հետևյալն եմ ասում, տնտեսական հարաբերությունները, ցանկացած տնտեսական գործունեություն կարող է ինչ-որ չափով նպաստել խաղաղությանը, բայց խաղաղության երաշխիք երբեք չի կարող լինել։ Խաղաղության երաշխիք կարող է լինել միայն ու միայն այն կառույցները, ովքեր դրա վրա ազդելու ունակություն ունեն մեծ։ Պարոն նախագահ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսում իր տված նշեց, որ 2026 թվականի հերթական ընտրությունները ըստ էության առանձնահատուկ են լինելու ի տարբերություն 2021 թվականի։ Դուք ինչ հույսեր ունեք 2026 թվականի հերթական ընտրություններից եւ արդյոք սպասում եք, որ այդ ընտրություններով հնարավոր է գլոբալ փոփոխություններ իրականացնել։ Դեռևս ինձ համար շուտ է մոտական 26 թվականի ընտրությունները։ Մի քանի ամիսը մեզ համար կար ժամանակ չի, որովհետև մենք բոլոր շրջաններում, Երևանի բոլոր համայնքներում ունենք գրասենյակներ, ունենք կառույցներ, նրանք ովքեր չունեն են գրասենյակներն ու կառույցները, իհարկե պետք է իրենց գործը կատարեն, բայց մեզ ներքաշել այդ հիմա ինչ-որ այդ մարաֆոնի մեջ մենք չենք ուզում ներքաշվել։ Բայց քննարկել եք տարբերակը այլ ուժերի հետ միասնական դաշինքով մասնակցել ընտրությունների։ Ոչ, չենք քննարկել։ Պարոն նախագահ, հնարավոր էլ չեք համարում։ Կարծում եմ, որ չէ։
Պարոն նախագահ, ես ներողություն եմ խնդրում, քանի որ դատական նիստը սկսվում էր, պատմում էին դատական նիստին, ըստ էության իմ հարցը կիսատ մնաց։ Դրդապատճառներ առանց դրդապատճառի ըստ էության պարոն Կուտյանը դուք նշեցիք, որ ինքնասպան չէ լինի, դրդապատճառ պետք է լինի, որ ինքը գնար այդ քայլին։ Ձեր թույլտվությամբ ես մի վարկած, որը տևական ժամանակ այս տարիների ընթացքում շրջանառվում է, ասում էին պարոն Կուտոյանը գնաց այդ քայլին, որովհետև նա կամ պետք է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տար կամ հայտնվեր բանտում։ Իսկ ինքը նախընտրեց ուղղակի ինքնասպան լինել։ Ոչ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տար, ոչ էլ հայտնվեր բանտում։ Մեծ հանգարքով դեպի ձեր անձը ես խնդրում եմ այդպիսի բաներ չտարածել։ Այդ ասում են։ Գիտեք, չէ, հայտնի անեկդոտ է ասելու մասին։ Դուք էլ ասեք։ Այդ ով է ասում։ Ով ասում է գալաթ է անում։ Իսկ ինչ ցուցմունք պետք է տար Գյորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի վրա։ Հետո ինչ աուդիտորն է։ Հետո Նախագահ եւ եկեղեցու վարկած չի, այդ հերյուրանք է, այդպես բան չէր կարող լինել։ Եվ եկեղեցու շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ, պարոն Սարգսյան, տեսնում ենք օղակը շարունակում է սեղմվել, դուք նշել եք, որ սպասում եք նաև կոնկրետ եկեղեցու կողմից, չէ, հորդորի, վեհափառի կոչին եւ այլն, մինչև կոչը հնարավոր չէ համարում որևէ սցենար, միջամտություն, որտեղ տեսնում ենք, որ հայ հավատացյալների շահերին են էլի արդեն դիպչում։ Մենք ինչ միջամտություն պետք է ցուցաբերենք։ Նկատի ունեմ ոչ թե միջամտություն, այլ գոնե հանրային ինչ-որ կոնսենսուս, պաշտպանություն, պաշտպանական մասին է։ Ոչ միայն, բոլոր քաղաքական ուժերի։ Ախր ես ինչի՞ պետք է բոլոր քաղաքական ուժերի անունից խոսեմ։ Ամենամեծ ինստիտուցիոնալ կուսակցության ղեկավարն եք։ Մենք մնում ենք խոնար մեր եկեղեցու հանդեպ եւ ամեն կերպ մնալու ենք հավատարիմ մեր գաղափարներին։ Եկեղեցին կարծում եմ ունի բոլոր հնարավորությունները իր կարծիքը ասելու, տարածելու։ Բացի դրանից ունի բոլոր հնարավորությունները ներքին կանոնակարգով կարգի դրելու այն մարդկանց, ովքեր եկեղեցու սպասավորները մեծամասնության կարծիքով խախտում են օրենքներ։ Դուք ներքին կանոնակարգերը բերել են դատարաններ, աշխարհիկ գործերի հետ խառնվի կալանքի երկու ամսով երկարաձգել։ Այսինքն եկեղեցի ներքին կանոնակարգով չղեկավարումով ղեկավարվի։ Լավ, հիմա ինչ եք ուզում։ Մենք էլ ենք այդ հարցնում էլի։ Ունեք ավտոմատ, արի վերցնենք գնանք։ Նիկոլ Փաշինյանի գործողություններում հանցակազմ տեսնում եք թե ոչ, շատերը կարծում են, որ Փաշինյանը գործակալ է, եթե գործակալ էր, ապա երբ որ իշխանության եք, ինչու չէիք կարողացել այդ վտանգը կանխել, ինչու չէիք կարողացել վտանգը չեզոքացնել։ Ախր դուք այնպեսի հարցեր եք տալիս, որ պատշաճ չի։ Եթեներով սկսում եք, հետո նորից եթեով։ Ինչ է նշանակում, ես չեմ կարող ասել, որ նա գործակալ է։ Մինչև չիմանամ, չտեսնեմ փաստաթուղթ, ապացույցներ չտեսնեմ։ Բայց որ նա ամբողջը մխտարեց, ամբողջը փչացրեց, այդ միանշանակ է, չէ՞։ Ամեն ինչ արեց։ Գործողությունները ում են ձեռնպու Թուրքիային եւ Ադրբեջանին եւ մարդկանց մտահոգությունները կարող են այդ մասով արդարացնել։ Հիմա ձեր գործողությունները ինչ որ հիմա դուք փորձում եք անել, ընդդիմությանը ձեռնպու է։ Դուք փորձում եք ինձ պրովոկացիայի ենթարկել։ Բայց այդպես եք անում, եթե ապայով միշտ այդպես է։ Հասկանում եք, այդ չի նշանակում, էլի որ ես ոնց ասեմ, որ թուրքական գործակալը, եթե ձեռից տակ փաստաթուղթ չկա։ Ոնց ասեմ։ Իսկ հանցակազմ պարունակում է, թե չէ, սահմանադրությունը վերից վար այո, հանցակազմ պարունակում է, թե չէ գործողությունները։ Ես հանցակազմ պարունակելու մասին չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել բազմաթիվ խախտումների մասին, եւ սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության օրենքների։ Հիմա դուք բնորոշեք, դա հանցակազմ կա, դավաճանություն կա, գործակալի մասնակցություն կա թե չէ, ինքներդ որոշեք։ Պարոն նախագահ, ձեր գործի հետ կապված ասեցիք Եռաբդուր անունը, այսպես կարծես թե հատուկ է շեշտում, այդպես տեսնում եք ինչ որ միտում հատուկ շեշտելու, ոնց Հատուկ է շեշտում, մի հատ նայեք, տեսեք իշխանական լրատվամիջոցները ինչպես են այս գործը ներկայացնում։ Այնտեղ իսկական պողոտա չկար, ամբողջը Եռաբլուր։ Տեսեք հմեկը ինչպես էր ներկայացրել, իշխանական լրատվամիջոցները ինչպես են ներկայացնում,
ակնհայտ չի։ Մարդկան վիճակի վրա ազդելու համար Այո, իհարկե, նաև։ Անդրադարձել է փաստին, նշելով, որ ըստ էության խոչընդոտ է հանդիսացել, որպեսզի միջազգային գործընկերները Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառեն։ Ձեր ղեկավարման տարիներին երբևէ խոչընդոտ հանդիսացել է, Ոչ, մենք հապկի անդամ երկրներից ենք սպառազինություններ դնել և ստացել, մենք արևմտյան երկրներից ենք սպառազինություններ դնել և ստացել, մենք ոնց ասեմ, Չինաստանից և այլ երկրներից ենք սպառազինություններ դնել, դա մեզ վատ կարող են ինչ-որ բան խանգարում է։ մտավախություն է եղել, որ դրանք կտեղակայվեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Այդ գործընթացի չիմացության արդյունքը, որովհետև ցանկացած երկրի, որտեղ զենքերում, ապա այդպիսի հավաստիացում տալիս է դու տեսքով։ Հետո մինչև 18 թիվը մենք այդ զենքերը չէինք օգտագործում ինքնապաշտպանության համար։ Չէինք տանում Արցախ։ Ասենք չիմացության արդյունքը ինչ-որ ինք խոսմապոս Պարոն նախագահ, իսկ Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններին ունի շանսեր ընտրվելու։ Չգիտեմ, դա շուտ է դրա մասին խոսել։ Տեսած տալիս է։ Ուրա, երեխա կեսերը խրայք։ Պարոն Մարգինյան, կխոսեք։